Հայապահպանության եւ երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման նպատակով տարբեր քաղաքական ուժեր միանում են Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքին։ Ազգային բարերարը հանդիպել է իր միասնության կոչին արձագանքած ուժերի հետ։ Ձևական խաղաղության անվան տակ ամեն ինչ անում են, որ ապահովեն Ադրբեջանի ներկայությունը մեր երկրում։ Իսկ մենք արդեն ունենք այդպիսի խաղաղության փորձեր, մենք ունենք Արևմտյան Հայաստան, շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Ունենք Նախիջևան, որտեղ շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Ունենք Արցախ, որտեղ հիմա շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Մենք պետք է պայքարենք, որ հանկարծ նույն Աստվածչանի իրավիճակը ամենալավագույն դեպքում մեզ համար Սյունիքում չլինի, իսկ ամենավատագույնը ամբողջ Հայաստանում չլինի։ Հանդիպմանը ներկա ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Թանդիլյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքականություն, այն որակելով որպես անձնազոհության քայլ։ Թանդիլյանը նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին եւ իշխանափոխության հրամայականին։ Այն, որ մեր երկիրը կործանվում է տարբեր առումներով, դա բոլորս ենք տեսնում, բայց որ կորցրել ենք մեր ինքնությունն ու արժանապատվությունն ունենալով 19 առնվազն 19 գերի Բաքվի բանտերում եւ մեր կառավարությունն ու իշխանությունը հայկական պետությունը ոչինչ չի անում նրանց վերադարձի համար, սա խոսում է այն մասին, որ մենք մեր արժանապատվությունն ու պատիվը որպես հայ ժողովուրդ վերականգնելու համար այլ անելիք չունենք, քան կարճ նպատակում այս իշխանություններից ազատվելու օր առաջ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ցանկալի է եւ որից հետո նաև պիտի զբաղվենք մեր երկիրը ուժեղացնելով, մեր գերիներին վերադարձնելով եւ կառուցելով հայկական ամուր պետություն, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ պաշտպանված է զգալու, իմանալու է, որ իր թիկունքում ունի պետություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տավուշի մարզի Կիրանց-գյուղի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցման արարողությանը։ Հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող այս եկեղեցին ավերվել էր եւ ժամանակավոր դադարեցրել գործունեությունը։ 2024 թվականին կառավարությունը հատկացրել էր 64 միլիոն դրամ եւ նախատեսել աշխատանքներն ավարտել 2025 թվականի տարեվերջին։ Փաշինյանի հետ արարողությանը ներկա են եղել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն ու ընդդիմադիր падգամավոր Գեգամ Նազարյանը։ Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին եւ պատրաստ է համագործակցել Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում ձևավորված ցանկացած կառավարության հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով, որ իրենց աշխատանքը հիմնված է լինելու նույն սկզբունքների եւ օրակարգի վրա։ Դեսպանը շեշտել է, որ ընտրությունների ելքը բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է եւ կոչ արել քաղաքացիներին ակտիվորեն օգտվել իրենց իրավունքից։ Նա նաեւ հորդորել է չտրվել ապատեգատվական այն նարատիվներին, թե քաղաքացիները որոշման մեջ դերակատարում չունեն, քանի որ իրականում վերջնական որոշումը պատկանում է միայն ու միայն նրանց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի գա Երևան վաղը եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սա կլինի առաջին դեպքը, երբ միջոցառումն անցնում է առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։ Կառավարության խոսնակը նշել է, որ կանցլերը չի կարող մեկնել Հայաստան այլ պարտավորությունների ու զբաղվածության պատճառով։ Խոսնակը նաև հավելել է, որ Մերցը նախկինում արդեն մասնակցել է նմանատիպ 2 հանդիպումների եւ մշտական կապի մեջ է գագաթնաժողովի մասնակիցների հետ։ Թեով կփոխարինի կանցլեր եւ կներկայացնի Գերմանիան Երևանում, դեռևս պաշտոնապես որոշված չէ։ Ուկրաինայի նախագահը վաղը կժամանի Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Վլադիմիր Զելենսկին մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպացի գործընկերների հետ։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է։ Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան։
akademik Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազը կժամանի Հայաստան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը։ Աղբյուրը նշում է, թե Յիլմազը կլինի առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը այցելում է Հայաստան։ Այս տեղեկությունը սխալ է։ 2008-ին Երևան է այցելել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եւ հայ պաշտոնակցի է դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Սուրբ Խազանչեցոց եկեղեցուց։ Տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը էքսկուրսիա է անցկացրել օտարերկրացիների համար, պատմելով 2020 թվականի Շուշիի գրավման եւ Արցախն օկուպացնելու մասին։ Հաջիևը հրապարակած տեսանյութին կից գրել է, թե եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նրա խոսքով Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային եւ կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված եւ վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հեռացրել էր օկուպացված Արցախի տարածքում գտնվող Ղազանչեցոցի գմբեթը, պատմական եկեղեցին վերածելով մզկիթի։ Մայիսի 5-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնել են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունից։ Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվել է աշխատանքը կազմակերպել հեռավար, ըստ անհրաժեշտության։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման եւ անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդլայնել է պատժամիջոցները Կուբայի կառավարության դեմ Վենեսուելայում իշխանափոխության ֆոնին։ Նոր սահմանափակումները թիրախավորում են Կուբայի անվտանգությանն աջակցող անձանց եւ կազմակերպություններին, նրանց, ովքեր գործունեություն են ծավալում էներգետիկայի պաշտպանության, հանքարդյունաբերության եւ ֆինանսական ոլորտներում։ Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ այս քայլը նաեւ նախազգուշացում է Կուբային, որին Վաշինգտոնը մեղադրում է Իրանի եւ Հեզբոլլահի հետ դաշնակցելու։ ԱՄՆ սահմանների մոտ ճշտամական հետախուզական գործունեությունների համար։ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել Կուբայի վարչակարգի մոտալուտ փլուզման մասին, շեշտելով՝ Կուբան հաջորդն է։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ից պահանջվում է ընդամենը 1 հարված եւ վերջ։ Պենտագոնը հայտարարել է Գերմանիայից 5000 ամերիկյան զինծառայողների դուրսբերման մասին։ Բացի այդ, գերատեսչությունը չեղարկել է Բայդենի վարչակազմի օրոք մշակված Եվրոպայում հրթիռային հրետանային ստորաբաժանում տեղակայելու ծրագիրը։ Այս քայլերի արդյունքում Եվրոպայում ԱՄՆ ուժերի թիվը կվերադառնա 2022 թվականի մակարդակին, նախքան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկը։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը նշել է, որ գործընթացը կավարտվի առաջիկա 6-ից 12 ամիսների ընթացքում։ Ըստ New York Times-ի բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում հասկացրել են, որ սա պատժամիջոց է Գերմանիայի դեմ։ ՆԱՏՕ-ն արդեն արձագանքել է ԱՄՆ-ի այս որոշմանը, նշելով, որ փորձում են հասկանալ պատճառը։ Լարվածության պատճառը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քննադատությունն է Իրանում ԱՄՆ-ի վարած պատերազմի վերաբերյալ։ Կանցլերը նշել էր, թե Իրանը նվաստացրել է Միացյալ Նահանգներին եւ որ ամերիկյան կողմը չունի հստակ ռազմավարություն։ Չնայած զորքերի կրճատմանը, Գերմանիան կշարունակի մնալ աշխարհում ԱՄՆ ռազմական ներկայության երկրորդ խոշորագույն երկիրը, ավելի քան 30,000 զինծառայողով։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Խարկովի բնակելի շենքերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ըստ իշխանության հարձակման հետևանքով քաղաքի 3 տարբեր շրջանում վնասվել են 4 լցակայան եւ 1 բազմահարկ շենք, վիրավորվել է 6 մարդ։ Միաժամանակ ռուսական զինված ուժերը հայտնել են, որ վերահսկողություն են սահմանել Սումիի մարզի Միրապոլիե բնակավայրի նկատմամբ։ Թրամփի բանագնացներ Ուիտքոֆն ու Քուշները հետաձգել են ուղևորությունն Ուկրաինա, քանի որ բանակցություններում առաջընթաց չեն տեսնում, հայտնել է Kyiv Independent պարբերականը։ ԱՄՆ ներկայացուցիչների որոշման վրա հնարավոր է նաև, որ ազդել է Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելը, ինչի պատճառով պատվիրակությունը պետք է Կիև հասներ գնացքով։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Ռուսաստանը փորձում է ճնշել երկրի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հարձակումներով։ Նա նաև հրապարակել է կադրեր, որտեղ երևում են մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի թիրախավորած ենթակառուցվածքները։
Chcem takisto, ako to urobil aj Ľuboš Blaha, spojiť predovšetkým Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հաստատել է իր այցը Մոսկվա մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար, չնայած Բալթյան երկրների թռիչքի արգելքին։ Արդեն հայտնի է, որ Ֆիցոն կմեկնի Ռուսաստան Չեխիայի տարածքով։ Վարչապետը շեշտել է, որ պարտավոր է հարգել ազատագրողների հիշատակը։ Bože, len nech sa mastia tam na Պետք է ամաչեմ Մոսկվա գնալուց եւ անհայտ զինվորի գերեզմանին կարմիր մեխակներ դնելուց։ Կարմիր բանակի տասնյակ հազարավոր զինվորներ իրենց կյանքն են տվել մեր տարածքում մեզ ազատագրելու համար։ Ֆիցոն նաև Սլովակիան համեմատել է եվրոպական այլ երկրների հետ անվտանգության հարցում։ že sa ráno zobudíme a Փորձեք գիշերով զբոսնել Բրյուսելում, խորհուրդ չեմ տա, կամ գնացեք Եվրոպայի այլ քաղաքներ երեկոյան ժամերին եւ բոլորը ձեզ կասեն՝ խելագար մի եղիր, ավելի լավ է մնա հյուրանոցում։